Կյանքը փակում է վարագույրը ու դադարում են ծափերը, ու թվում է, թե ամեն բան ավարտված է։ Բայց հիշողությունը մեզ ձայն է տալիս ու ասում, որ այսքանով ամենը չի ավարտվում։ Սա նոր գործողության սկիզբն է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօրվա իմ եթերը տարբերվելու է բոլոր եթերներից, որովհետև այսօրվա ամբողջ եթերս նվիրում եմ իմ և մեր շատ սիրելի Զառա Արամյանին, մարդ, ում սիրում են բոլորը, մարդ, ում մասին ցավում և հիշում են բոլորը, մարդ, ում մասին այսօր կխոսենք, մի խոսքով, Զառայի համով զրույցը կտարածվի իմ տաղավարում։ Եվ այսօր իմ տաղավարի հյուրն են Զառայի սիրելի ամուսինը Արտաշես Գասպարյանը և նրա գեղեցկուհի դուստրը Էլեն Գասպարյանը։ Բարի ողջույններս ձեզ, ես շատ շնորհակալ եմ, որ ձեր հոգեվիճակի հետ մեկտեղ դուք այսօր չեք մերժել իմ հրավերը և եկել եք իմ տաղավար, որովհետև այսօր մենք միասին զրուցելու ենք մեր շատ սիրելի Զառայի մասին։ Արտաշես, ես գիտեմ, որ ձեր սերը շատ ամուր է եղել և դրա մասին Զառան խոսեց մեր տաղավարում։ Ու երբ որ նա խոսում էր ձեր մասին, նրա աչքերը փայլում են երջանկությունից։ Նա անգամ պատմեց այն գեղեցիկ պատմությունը, թե ինչպես եք դուք հանդիպել, որ ծառը ջրել եք, ոնց այդ ծառը աճել և ինչքան մեծ ուրախությամբ էր նա խոսում այդ ծառի մասին։ Ինքը եկավ ինչ-որ մի այսպես տոպրակ էր և մի հատ շատ բարակ ինչ-որ սենց սածիլ էր, սածիլ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, ասեց գիտես ինչ եմ որոշել, արի գնանք սա տնկենք։ Ես գտեմ պիտի տալի ինչ-որ շատ թանկանոց ռեստորան։ Ես տնկենք, այսինքն ես տնկենք, ասեց արի տանենք տնկենք։ Եթե կպնի, մեզ մոտ է կկպնի։ Այդ ծառը հիմա շատ այսպես հաստ ծառ է և ճիշտ մեր տան հենց այգիում։ Ես չգիտեի, որ ինքը այդտեղ է ապրում։ Զաքյանի վրա, մեծ ծառ է, մեծ ճյուղերով։ Նա ձեր մասին շատ սիրուն խոսեց, հիմա դուք պիտի խոսեք նրա մասին։ Ինչպիսին էր Զառան ձեզ համար։ Շատ դժվար բան է ներկայացնել մի մարդու, որ քո համար ամեն ինչ է։ Որ Զառան ինձ ասում էր դու իմ կեսն ես, ես էլ ասում եմ դու իմ 99%-ն ես։ Իմ համար ամեն ինչ էր, այո, մենք միանման էինք մտածում, միանման էինք խորհում, կիսվում էինք ամեն ինչում, ճաշակներս էլ նույնն էր դառել։ Հեռուստացույցով տարբեր պրոյեկտներ էինք նայում, քննարկում, կիսվում և մենք իրոք երջանիկ էինք։ Երջանիկ էինք, որ իրար ունենք։ Գիտեք ինչ, Զառային շատերն են ճանաչում, բայց ոչ այնքան լիովին, ինչքան ես ճանաչեցի իմացա։ Շատ լեցուն էր բարիությամբ։ Պատկերացրեք դիվանին նստած բազմոցին այդ թթվածնի խողովակները միացրած դժվար շնչում է, բայց ուրախությունից տեղում սենց ֆերվորում եմ։ Ես հələ հումոր արեցի, սիրում էր, որ միշտ հումոր եմ անում, ասեցի Զար, փոսք գցես դիվանը, ինչ է եղել։ Ասում է, այն ընկերուհիս որ կար է, Բարսենիկը, հիշում ես աղջիկը ամուսնացել էր, 2 տարի երեխա չէր ունենում։ Վերջը հղիացել է, ու տղա երեխա, ոնց որ աշխարհը տվել են ինձ, ոնց էր ուրախանում։ Գիտեք ինչ, ես շատ մարդկանց եմ տեսել ու շատերը կան, բոլորս ցավում ենք ուրիշի դժբախտությամբ անհանգստանում են, բայց որ ուրիշի ուրախությամբ ուրախանաս, ընկերոջ, ընկերուհու կամ բանի, դա միշտ չի տրվում։ Ու Զառայի մոտ դա ամենուրեք էր։ Ամենուրեք, ամեն ինչում ինքը մի ընկեր ունեմ, աղջիկը ամուսնացել էր, էլի ինչ որ խախտումներ էր ունեցել ու տարիքում էր ամուսնացել։ Բան էր անում, ասես մի հատ լավ բան պիտի ասեմ, հանկարծ չասես ընկերոջդ, ասում եմ, ինչ է եղել։ Ասում է, երեխա է սպասում։ Ինքը շատ ծանր էր տանում
այս մեր զոհված ազատամարտիկների համար էս 44 օրը։ Գալիս եմ, տեսնում եմ, լացում եմ, ասում եմ, ինչ է Էլեզար։ Դե ասում եմ, բանը, այն երեխուն ցույց տվեցին, այն մորը ցույց տվեցին, այն մյուսին։ Շատ ամեն բոլորի վիշտ Իրանն էր ընդունում որպես։ Ես իր հետ ապրել եմ իմ կյանքի երջանիկ ժամանակաշրջանը, ինտելեկտուալ զարգացած անձնավորություն, երևի տենց իր այդ հաղորդումներում, բանում կարող է տենց շատ արկա չէր երևում, բան, ցայտուն, բայց մարդ, որ ամեն ինչը իր մոտ կատարյալ էր, շատ էր հարգում մեր տաղանդավոր լավ եւ մեծերին եւ նորերին, ջահելներին, ասում եմ, այս ջահելները ավելի լավն են, մեզնից լավն են։ Շատ էր սիրում կյանքը, շատ էր սիրում ապագան, ձեր հաղորդմանն էր, որ ասաց իմ Այո, կարոտը իմ ապագան է։ ապագանը։ Անկեղծ Այո։ իմ կարոտի անունը իմ ապագան է, որովհետև Փառք Տիրոջը ես այսօր երջանիկ եմ իմ ընտանիքում, իմ հայրենիքում, իմ տանը, ես շատ վախենում եմ, մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, հանկարծ չտեսնեմ թոռներիս, ուզում եմ տեսնել, և այդպիսի կարոտով եմ, Ֆենոմենալ հավատքի տեր անձնավորություն, աղանդներից հեռու, Այո։ բայց անընդհատ աղոթքների մեջ, իր աղոթքներում առաջինը ես էի, հետո երեխաներս։ Ու այդ չափի հավատքով լեցուն մարդու, որ անգամ այդ առումով էլ ինքը ուրիշ էր, տարբերվում է շատերից, գիտեր, որ գնալու է, ասում էր Արտաշ ջան, գնալով օղակը նեղանում է։ Հետո որ մի քիչ խորանում է, ասում էր լավ, դա ու ցրում էր, սկսում էր բան անել, ինչ որ հումորներ անել, բան ուրիշ բանից խոսել։ Չէր ուզում ճնշեր մեզ իր այդ առողջական վիճակով։ Եվ երեխաներին էլ տրամադրել էր, որ մենք ուղղակի կարոտենք իրար, բայց ծանր մի տարեք։ Ես գնալու եմ Աստծու մոտ, ամեն ինչ լավ է լինելու բան, ու երեխաներս հիմա որ համեմատաբար իրանք էլ մեծ ստրես տարան իհարկե, բայց համեմատաբար որ հեշտ են տանում, դա Զարայի վերջի ամիսների այդ կատարած գործողությունն էր, որ երեխեքին տրամադրել էր, որ հեշտ տանեն։ Երեխաներն են ինձ հանգստացնում, դու գիտես մաման Աստծո մոտ է մյուս։ Ես էլ եմ Աստծուն հավատում։ Այո։ Բայց Զարայից կեսի չեմ հավատում իհարկե։ Համեմատելի չի։ Շատ հավատքով էր, շատ զգուշ, որ սխալ բան չանի մարդկանց հանդեպ, իր ընկերուհիների հանդեպ։ Եթե մեկի հետ մի ընկերուհու հետ մի քիչ խիստ էր խոսել, հետո ինքը իրան անալիզ էր անում, ասում էր կարող է մի քիչ նեղացրեցի, կարող է սենց։ Ինքը աշխատում էր, որ պատվիրանները պահի եւ մեզանից էր պահանջում։ Եվ ինձ միշտ ասում էր Արտաշ ջան, եթե Աստված առաջին տեղում է, մնացած ամեն ինչ իրանց տեղերում են։ Մի նեղվի։ Իմ առողջականը իր ձեռքում էր։ Ոնց գալիս ասում ես ինչ տեղից ցավում, ասում էր հանգիստ, լավ կլինի։ Քիչ հետո ասում էր անցավ, ասում էր հա։ Ասում եմ ես խնդրեցի Աստծուն։ Գիտես ինչ, կամ ասենք բժշկությունից շատ լավ էր հասկանում, բժշկուհի չէր, բայց իր տատիկը ժամանակին եղել էր Քաղսովետի առողջապահության վարչության պետ, բայց ինքը ամեն ինչ կարդում, խորանում ու իր հիվանդության մասին էլ ամեն ինչ գիտեր։ Գիտեր ու ասում էր, գիտես ինչ, 1000-ից չէ, 10,000-ից մեկին է լինում, ու ասում եմ իմ հետ եղավ։ Իսկ ինչ հիվանդություն էր, որն էր այդ Դա հիվանդությունը։ կոչվում է կարդիոմեգալիա։ Ուրեմն սրտի չափերը սկսում են աճել։ Այն դեղերը, որ ինքը ընդունում է սիրտը պահպանելու, բուժելու համար, նաև աճ են տալի չափերով։ Ու նա ինքը ուներ իշիմիկ հիվանդություն, հորից ժառանգած,
բայց բաներ ավելի այդ միտրալնի կլապանի խնդրեմ էր, որ պետք է վիրահատվեր։ Հատ ձգվեց, հետո իր անոթները շատ նուրբ էր, դրա համար իրան չէին կարող կորոնոգրաֆիա անեին։ Հետո երբ որ երիկամը հեռացրեցին, ոնց որ ինքը ասեց, դա եղավ ինձ համար դո ի պոսլե։ Իսկ կհիշեք ձեր եւ Զարայի վերջին խոսակցությունը ինչի մասին եք խոսում։ Ինքը աշխատում էր վատ բաներից չխոսի, որ վատ հետք չմնա։ Ասում էր չեմ ուզում ոչ քո մոտ, ոչ երեխաներիս վատով հիշվեմ, բայց այն տողատակերում հասկացնում էր, որ գնալու եմ, ուզենամ, որ առաջին հերթին հավատքներդ ուժեղ լինի, ուզենամ, որ երեխաներին այն ինչը, որ ես չհասցրեցի տեսնեմ, ասում եմ, դե կտեսնես, ինչ ես խոսում, բան, ես քեզից շուտ եմ գնալու, ես քեզնից այդքան մեծ եմ տարիքով, ասում եմ, դե հիմա ասում եմ, Արտակ ջան, ես բան չասեցի, ասենց ծրում էր, ամենայն դեպս երեխաների թորներին քո աչքերով տեսնեմ։ Ու ասում էր հետարքիր է, իմ գնալուց հետո իմ մտերիմները, իմ ընկերները, իմ ընտանիքի հետ կապ կպահեն, թե չէ։ Շատ էր անհանգստանում այս մեր երկրի վիճակի համար, շատ էր անհանգստանում։ Զարա Արամյանը արևոտ տաք ժպիտ ուներ։ Նա երբ որ ժպտում էր, շուրջ բոլորը լցվում էր բարությամբ։ Ու հենց այդ պահին հասկանում ենք, որ ամեն բան անկեղծ է, ամեն բան ճիշտ ու շիտակ է։ Այսպիսին է մեր շատ սիրելի Զարա Արամյանը։ Էլեն, մայրդ մի անգամ մի հետաքրքիր գրառում էր արել՝ իմ Էլեն, իմ արտացոլում, իմ տեսակի լավագույն տարբերակ։ Շատ խորքային է այս գրառումը, նա երջանիկ է, որ իր տեսակի լավագույն տարբերակն էր դուստրը։ Եվ ես գիտեմ, որ ձեր կապը շատ ամուր է եղել եւ մայրդ հպարտանում ու հիանում էր քեզանով։ Ես դա ավելի շատ խորքային նկատեցի, երբ որ Զարային մենք հյուր էինք հրավիրել եւ դու եկար որպես երկրորդ հյուր ու ինչպես նա ժպտաց եւ երբ որ ինչ որ գաղտնիքներ էին բացահայտվում տաղավարում Զարան նայում էր՝ «Իա, Էլեն, ես չգիտեմ, հեսա գնանք տուն, նայ քեզ ինչ եմ անելու»։ Մի փոքր խոսիր մայրիկի մասին։ Նախ շնորհակալ եմ նման եթեր անելու համար։ Հիմա ինձ համար շատ պատասխանատու է այստեղ գտնվելը, որովհետև առաջին ցավոք սրտի միակ եւ վերջին անգամ, որ մամայի հետ ես եղել եմ ինչ-որ հարցազրույցի, էդ էլ եղել է ձեզ մոտ։ Կապված իմ ու իր մտերմության հետ կարող եմ ասել, որ շատ մտերիմ էինք, որովհետև մենք ուղղակի մայր ու դուստր չէինք, մենք երևի ավելի շատ առաջին հերթին ընկերներ էինք, ում հետ ամեն ինչ ես քննարկում եմ, ամեն ինչ ես գալիս պատմում էի եւ ամենալավ խորհուրդները ու ոչ միշտ պես մեծական խորհուրդ, այլ այնպես ինչպես ընկերուին քիչ էլ չարաճճի խորհուրդ կտա, ամենալավ խորհուրդները ստանում էի իր կողմից։ Միշտ ասում էր, որ Աստծուն շնորհակալ եմ, որ ունեմ քո պես դուստր եւ եղբորդ պես որդի, որովհետեւ մինչև դեռ ամուսնանալն էլ որ երազել եմ ունենալ դուստր եւ որդի, հենց այսպես եմ երազել, ոնց դուք կաք։ Հուսով եմ, որ իր կյանքի ընթացքում կարողացել եմ արդարացնել, կարողացել եմ իրոք լինել այն ինչ ինքը ուզում էր։ Գիտեք, մի փոքր մեզ դժվար է, ես այսպես տեսնում եմ շատ մամայի հետ կապված ինչ որ հոլովակներ, հարցազրույցներ եւ այլն, սենց ընկալում եմ, որ Զարա Արամյանը չկա, ինձ չվատ է, ցավում եմ, բայց սենց ոնց որ դեռ լիովին չեմ ընկալում, որ բայց մամաս չկա։ Փառք Աստծո, մենք մամայի շնորհիվ անշուշտ ու ամեն ինչը մամայի շնորհիվ ունենք հավատք, շատ ուժեղ հավատք։ Մենք հավատում ենք հավիտենական կյանքին, մենք հավատում ենք, որ ինքը իր կյանքի ընթացքում սխալներ գուցե քիչ է արել կամ սխալների ներումները ստացել է կամ ճիշտ է հնարավորինս ապրել եւ իրոք ինքը գտնվում ավելի լավ տեղում, ավելի առողջ, ավելի առույգ, այնպես ինչպես որ բոլորս հիշում ենք։ Այդ հարցն է, որ մի փոքր փորձում ենք ավելի թեթև նայել հավատքի շնորհիվ։ Այո։
Եվ մի շատ հետաքրքիր գրառում էլ Արտաշես ջան, ձեզ համար էր թողել Զարան իր էջում։ Նա այնտեղ գրել էր. «Իմ ապավեն, լավագույն ընկեր, համախոհ ու մեծ սեր։ Միշտ ձեռքս բռնիր, որ ապրեմ»։ Ես գիտեմ, թե նա ինչքան շատ է ձեզ սիրել ու սիրում։ Ես գիտեմ, թե ինչքան մաքուր ու գեղեցիկ է եղել ձեր սերը։ Այ որ մեր սիրելին գնում է երկինք, սերը այդ ժամանակ ապրում է, թե պակասում է, ինչ է լինում ես հետ։ Շատ անբացատրելի մի զգացում է, դատարկություն է զգում ամենուրեք։ Իրոք ոնց որ ինքը գրել է, նույնն էլ ես եմ իր հանդեպ եղել։ Դա եղավ, ես հիմա իր մայից հետո ինձ 3 շաբաթ առաջ ստենդ դրեցին։ Մի հատ դրել էին 8 տարի առաջ, մի հատ էլ 2.5 տարի առաջ։ 2.5 տարի առաջ որ դնում էին ստենդը, հիվանդանոցում ես մահճակալին պարկած էի ու այդ բանը ժիմոկը ձեռից ու յոդ կսված ձեռքով սենց պարկած եմ սիստեման միացրած բան Զարան իր ձեռքը սենց բերեց ու նկար կա Միքելանջելոյի ֆրեսկաներից մարդու արարումը որ Աստված մատով կպնում է Ադամին ու Ադամը բանը հոգի առնում այդ ժամանակ բան արեց այդ բառերը գրեց որ ձերքս բռնի ձեռքս որ ապրեմ ու այդ նկարը տենց գցել էր բանով ինքը մեկ-մեկ տենց հետարքիր բաներ անում էր ու շատ մի քանի տասնյակ ասենք դիտումներ, բաներ շատ խորքային մարդ է, հենց դրանից է դա պատկերացրեք տանը նստած արդեն մի տարի այդ թթվասնի ապարատով այդ բանը խողովակը գետնի վրա ընկել է սենց օլորվել դարել է սրտիկ բանը ինքը դե տենց օլորվում է չէ այո երկար արել եմ որ կարողանա գնա պարկի գա դիվանին նստի ուրեմն նկարել էր այդ սրտիկը որ սենց եկել դարել է ու գցել էր համացանց գրել էր իմ բոլոր ընկերներին ես ձեզ շատ եմ սիրում տեսնում եք անգամ այս վիճակում իմ այդ որ հազիվ դրանով կարողանում եմ շնչել այդ թթվասնի այդ խողովակը դա էլ է սիրտ դառնում դա նշանակում է որ ձեզ շատ եմ սիրում ու երբեք չեմ մոռանա խենթի պես սիրում էր Երևանը մարդուն որ տեսնես աչքերի մեջ երջանկություն, ուրախություն երբ որ տնից պատգարակով տանում են դնում են շտապօգնություն ու տանում են հիվանդանոց այդ տանելուց շտապօգնության լուսամուտից երբ որ տեսնում էր ասում էր ինչ լավ է գոնե Երևանս այդ շտապօգնության լուսամուտից եմ տեսնում այո ու շատ անգամ էր գրառումներ անում ու Երևանս ասում էր ոնց է փոխվել Արտաշնես կուզենայի առաջի հարգի տուն ունենայինք անվասայլակի մեջ ստացնեինք ընկերներս անգամ անվասայլակ նվիրեցին որ բանով ինձ տանես այդ պարտես մանկական այգին մյուս կամ քաղաքապետարանի այդ դեմի շատրվանները այնտեղ մի հատ տեսնեմ էլի ես էլ տեսնեմ շատ էր սիրում Երևանը շատ էր սիրում Հայաստանը Երևանն էլ իրեն էր շատ սիրում Հայաստանն էլ շատ էր սիրում Զարային նա մեր իրականության մեր մայրաքաղաքի գույներից մեկն է Զարան ուրիշ գույն էր Զարան տրամադրության գույնն էր Զարան բարության գույնն էր սիրո գույնն էր որովհետև նայեք դուք ինչքան սիրուն պատմություններ եք պատմում ամենտեղ նրա սերը կա նրա սեր նվիրելու հատկությունը կա անգամ այդ բժշկական այդ խողովակը որ ասացիք սիրտ էր դարձել ինքը այդտեղ էլ սեր տեսավ չէ մարդ երբ որ հիվանդ է լինում ոչ մի բան աչքին կարծես թե չի երևում բայց ընդհակառակը Զարայի սերը ոչ մի պարագայում ոչ ոքի նկատմամբ չպակասեց հարգարժան Արտաշես Գասպարյան ջան ես գիտեմ թե դուք ինչքան ծանր եք տանում ձեր կնոջ կորուստը բայց խնդրում եմ առողջ եղեք ձեզ լավ նայեք որովհետև ձեր կինը ձեզ մեծ խորհուրդ է թողել որ նա երկնքում է Աստված է որոշում այս կյանքում ամեն բան
որ դուք ձեր ուժով, ձեր այդ մեծ սիրով լինեք ձեր զավակների ու ձեր ընտանիքի կողքին։ Շնորհակալ եմ ես, որ եկել եք։ Ես ձեզ առողջություն եմ մաղթում։ Ես գիտեմ, որ ոչինչ այս կյանքում անել այդ մասով հնարավոր չէ։ Աստված որոշեց, կյանքը տվեց ու տարավ։ Իսկ Զարան ապրում է մեզ հետ միշտ։ Զարան կմնա միշտ, որովհետև Զարայի տեսակը միակն է։ Գալիս է պա ուզում եմ որ շուտ գնամ հասնեմ իրան, բայց թե ասում եմ ոնց կհասնեմ, ինքը տենց ուժեղ հավատքով ես մի չնչին փոշու հատիկ եմ իր հանդեպ։ Ես ոնց կարող գնամ այնտեղ որտեղ ինքն է։ Թեպետ շատ ենք խոսել այդ մասին, ասում եմ Արտաշ որ նորից բանը լներ, կյանքդ սկսեր, ոնց կուզենայի, ասի կուզենայի որ քո հետ լինեի։ Անկամ կուզենայի այդ բոլոր ճանապարհները անցնեի, որ նորից գայի հասնեի քեզ։ Ես այո երջանիկ եմ եղել այդ 23 տարին։ Սիրելի հեռուստադիտող, շարունակում ենք մեր այսօրվա բացառիկ եթերը, եթե նոր եք միացել, ուզում եմ նշել, որ այսօր իմ ամբողջ եթերը նվիրում եմ մեր շատ սիրելի Զարա Արամյանին։ Եվ այսօր կխոսենք Զարայի մասին։ Կփորձենք, թեև չենք կարող Զարայի նման համով զրույց տարածել, բայց կփորձենք մի փոքր զրույցին համ ու հոտ տալ, ինչպես սիրում էր Զարան։ Եվ մեր զրույցին միացավ Զարայի ամենամտերիմ ընկերուհիներից Տիկին Նելի Դուրյանը։ Բարև ձեզ Տիկին Դուրյան, շնորհակալ ենք, որ եկել եք, չեք մերժել մեր հրավերը։ Քանի տարի է, որ ճանաչում եք Զարային։ Անձամբ, որ ընկերություն ենք սկսել անել 10 տարուց ավել։ Իսկ ինչ որտեղ ծանոթացա, կհիշեք, որտեղ ա եղել ձեր ծանոթությունը։ Ընկերուհիների շրջապատում, շրջանում, ես նստած ենք ընկերուհիներով, այնտեղ էր գտնվում նաև Զարան, մի անգամից մեր մոտ մտերմություն ստացվեց անմիջապես, այդ կոնտակտը շատ արագ էր, ու տպավորություն էր, որ ես ու Զարան իրար բավականին երկար ենք ճանաչել, միգուցե դա նաև ինչ-որտեղ եթերն էր, բայց կարծում եմ մարդու տեսակը, շատ ու ավելի շատ իհարկե։ Ինչպիսին է Զարան, ինչպիսի ընկերուհի է նա։ Նենց ուրախ եմ, որ էյով եք ասում, որովհետև հնարավոր չի Զարայի մասին խոսել, անցյալով նույնիսկ, այ որ ուզում ես ջուր բան ասես, հենց ուզում ես չես կարողանում չուզվել, բայց երբ որ Զարայի դեմքն ես հիշում, Զարայի ժպիտը, հնարավոր չի, ինքդ էլ է սկսում ժպտալ։ Անչափ բարի, շատ բարի, անսահման կամեցող, կամենում էր յուրաքանչյուրին լավը, չեմ նկատել, որ ինչ-որ մեկին վատը ցանկանար, շատ կամեցող էր, դա կարծում եմ իր ամենադրական գծերից մեկն էր, ընկերասեր, անսահման, անչափ ընկերասեր, շատ էր սիրում ընկերություն անել, շատ էր սիրում ընկերուներ, մի որոշ ժամանակ եթե հանկարծ կորեի, ուրեմն կգրեր, ուր ես կորել, կամ կտեսներ, ասում էի Զարջան, խոսք եմ տալիս, էլ չեմ կորի։ Սիրում էր ընկերություն անել հումորով, այ հումորը Զարայի, երբ որ հավաքվում էինք ընկերուհիներով, սուրճի սեղանի շուրջ կամ ինչ-որ միասին հաց ուտելու, ուրեմն կողքից նայողը կմտածեր, որ ստեղ խնջույք է, քեֆ է, որտեղ Զարայիդ հնարավոր չէր նստել ու ինչ-որ չծիծաղել, ուրախացնում էր բոլորին, մոռանալով իր ցավերը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը լավ չէր զգում, նույնիսկ այդ ժամանակ։ Բոլորին ուրախացնում էր, ծիծաղացնում։ Նա ամեն տեղ իր դրականն էր ցույց տալիս։ Անկախ ամեն ինչից, թե ինչ է իր ներսում կատարվում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Զարային շնչառական ապարատ էր միացրած, կամ ինքը լավ չէր զգում, տեսնում ես, որ լավ չի։ Առաջի պահը, միգուցե առաջի պահը ոնց ես,
ու մի անգամ իր ժպիտը, բայց դե ոչինչ, հա, կանցնի բան ու սկսում էր իր այդ հումորները, իր այդ խոսալը, ծիծաղալ։ Ինքը չէր ուզում իր խնդիրը տարածեր մյուսի վրա, այ ոնց որ մարդիկ կան, չէ՞, հենց սկսում են անգամից վատը, ոնց որ իր ամեն ինչը հանում են մի անգամ։ Բացարձակ այդ տեսակը չէր։ Հակառակը, ուզում էր ուրախացնել, ուզում էր ծիծաղացնել, ուզում էր որ լավ անցներ այն ժամանակահատվածը, որ իրար հետ էիք։ Նույնիսկ այ որ ես Զարա անունն եմ լսում, որը նույնիսկ կապ չունի իր հետ, մի անգամից հենց Զարայի դեմքն է աչքիս առաջ, դա միշտ է եղել, ինչի որ հիմա այս պահին, չէ։ Միշտ իր ասենց ժպտեր է, սիրուն, գեղեցիկ, հումորով, բարի ժպիտն ու բարի հայացքը։ Ու մի տեսակա, որի մասին չես կարող երբևիցե խոսել անցյալով։ Իսկ կա մի խորհուրդ, որ ձեր ընդհանուր շփումների ժամանակ Զարան ձեզ տվել եւ այդ խորհուրդը հիշում եք։ Գիտեք, դա այն խորհուրդն է, որ պետք է գնահատել ամեն վայրկյանը ու գնահատել ընկերությունը ու երբեք չկորել։ Շատ ընկերասեր է, չէ՞ Զարան։ Շատ, անսահման, շատ։ Մայրիկդ աշխարհով մեկ եղավ, երբ դու գտար քո կյանքի երկրորդ կեսին։ Նրա բոլոր գրառումները քո մասին էին։ Նրա երջանկության չափը կրկնապատկվել էր, նա աշխարհի երջանիկն էր։ Եվ երբ որ մտնում էինք սոցցանցեր ու տեսնում ենք Զարան գրառում է արել, անմիջապես հասկանում ենք, որ դա ձեր մասին է։ Նա գիտեր, որ դուք արդեն ունեք ընտրյալ, դուք արդեն ծանոթացրել եք Զարայի հետ, թե արդեն որ հասկացաք, արդեն պիտի նշանվեք, այդ ժամանակ մոտորերում ծանոթացրեցիք Զարային։ Չէ, իհարկե, երկար ժամանակ գիտեր։ Ինչպես նա ընդունեց քո Ես ու ընտրյալս երկար ժամանակ ուղղակի ընկերներ էինք, այսպես ոնց որ շատ անսպասելի էր ծագել այդ սերը իր կողմից, հետո արդեն իր քայլերի շնորհիվ իմ կողմից։ Ես այդ չգիտեի ոնց մամային ներկայացնեմ, որովհետև մահերը ընտրյալս իրեն ավելի վերաբերվում էին ոնց որ ինձ ընկեր, եղբայր, ընտանիքի անդամ, բայց որպես եղբայր, ու մի քիչ փոքր դժվար էր այդ սահմանը անցնելը եւ իմ համար սկզբում եւ արդեն մամայի, պապայի, անգամ եղբորս։ Ես հիշում եմ, որ մի անգամ տանն էի, ինչ որ առիթով եկել էր մահերը, ինչ որ մալինա էր բերել, շատ էի սիրում։ Սենց գնաց մեկի մամա սենց նայեց, սենց արեց, էլ, ինձ թվում է ինքը քեզ հավանում է։ Բայց ես արդեն գիտեմ, որ ես էլ եմ հավանում, չգիտեմ ինչ ռեակցիա տամ։ Սենց ուղղակի մի պա սենց նայեցի, մեկը սենց արեց։ Բայց ոնց որ դու էլ ես հավանում։ Սենց մի անգամից հուզվեցի, բան։ Առաջին իր ռեակցիան մի անգամից, «Վայ, ես ուղղակի կուզեմ դու երջանիկ լինես, լավ լինի»։ Մի փոքր հետո մի քիչ մտածեց, բայց ոնց դուք ախր ընկերներ եք, ախր ինքը ոնց որ որպես եղբայր, բան։ Մի փոքր ինչ-որ ժամանակ հետո իրան դժվար եղավ այդ ընդունելը, բայց կարծում եմ եւ մահերի ճիշտ քայլերի շնորհիվ եւ նրա շնորհիվ, որ մաման շատ բաց մարդ էր, ընդունող մարդ էր, ավելի հասկացող մարդ էր, երիտասարդ մտածելակերպով մարդ էր, արդեն ոնց որ սենց քիչ-քիչ հարմարվեց, ընդունեց ու հետո ժամանակի հետ շատ մտերմացան, այնքան որ կարողա օրինակ երկուսով գայինք տուն, իրենք երկուսով սկսեն ինչ-որ հումորներ անել, իրար հետ խոսել, ես այսպես նստեի, որ ես էլ եմ այստեղ, ինձ հետ խոսեք։ Այդպես շատ իրանք ընկերացել, մտերմացել էին արդեն։ Շատ լավ, Տիկին Դուրյան, կան խոսքեր, որոնք շատ կցանկանայիք Զարային ասել, բայց չհասցրեցիք։ Ինչ խոսքեր են դրանք։ Կասեի, որ ես իրան շատ եմ սիրում, որ ինքը շատ լավ մարդ է, որ ինքը շատ լուսավոր, պայծառ, արևային մարդ է, բոլորին ժպիտ պարգևող։ Կասեի, որ ես իրան շատ եմ սիրում, անչափ շատ։ Ուրեմն առաջին անգամ գնացել եմ Զարայից տուն, Զարան հրավիրել է, փոքր վիրահատական միջամտություն ուներ, ընկերուհիներով հավաքվեցին, գնացին Զարային տեսակցության։ Հիմա դուռը բացեցին, ամուսինն է կանգնած Արտաշեսը, տղան, ու Զարան ներկայացնում է, Նելի ջան, ծանոթացի, քանի որ ես ծանոթ չի, ամուսինս է, տղասը մի քիչ նայում է, Էլենը չկա։
Էլենին կանչում է, Էլենը չկա, Էլենը փոքրիկ աղջիկ, չկա, հիմա ինձ անհանգստացած նայում, այս Էլենը ուր գնաց, այս Էլենը չկա, մի քսամ, Նելի ջան, լավ, արի քեզ ցույց տամ, հա, ցույց տամ մեր տունը, Էլեն, հիմա ցույց է տալիս, բան, Վարշացանք այդ երկրորդ հարկ, սենց, ու ամենտեղ կանչում է, Էլենը չկա, Էլենչիկ, գնացինք մտանք սենց պատշկամբ, հա, տենց սենյակա պատշկամբով ու ինքը սենց ինձ ուրախ ու հպարտությամբ ցույց է տալիս պատշկամբից դուրս, գիտի որ ես սիրում եմ բուսականություն, նա ինչ սիրում ծառեր են, գիտես ինչ սիրուն է լինում, որ ես ծառերը սենց ծաղկում են, բան շատ սիրուն է, մեկը սենց նայում է, տեսնում է ես չկամ։ Ուրեմն ես է որ մտնում եմ, գալիս եմ իր հետ կողքը, նկատում եմ այնտեղ զգեստապահարան պատի ու ես սենց Զարան սենց խոսում է, ես գնում եմ, ես զգեստապահարանն եմ բացում, մի մաշուրա եկել, ու ես որ բացեցի, տեսնեմ Էլինչիկը նստած սենց անկյունում, այդ վերջում սենց թաքնված փոխոսել է, հիշում ես, հələ։ Ահա, թաքնված սենց նստած եմ, մեկ ես Զարան շոկ սենց անում։ Նելի, դե Էլենը չի բսում, ինչ ես անում, ես ինչ ես բացել, ասի Զարա արի, եկավ տեսավ Էլենչիկին, մաուշկը գնացել է, ծիծաղում սենց անում, Նա կբացատրես, այդ որտեղից դու իմացար, որ ես գեստապահարանա, մի հատ այդ դուռը բացեցի, ինչ իմացար Էլենն էստեղը։ Ասեմ մի մոռացի, Զարա ջան մասնագիտական է, որ տենց ընկերուհիները ու բան ինչ-որ տենց անծանոթ միջավայրում տենց հավաքում են, սկսում էր պատմել այդ դեպքը, դե առանձնահատուկ իր տեսակով, իր հումորով, իր համով տեսակով։ Սելի հեռուստադիտող շարունակում ենք մեր այսօրվա եթեր, որը նվիրված է մեր շատ սելի Զարա Արամյանին։ Մի մարդու, ով ամբողջովին ժպիտ ու սեր էր, ով ամբողջովին կյանք էր։ Կյանք, որ ստեղծված էր մարդկանց կյանք նվիրելու համար։ Նա կյանք էր պարգևում իր ժպիտով, իր անկեղծ խոսքով եւ իր ուղիղ տեսակով։ Շարունակում ենք մեր զրույցը եւ այս պահին մեր զրույցին միանում է նաեւ Զարայի ամենասիրելի ամուսնու, ամենասիրելի քույրը, այսինքն տալը, այսպես ասենք, հա, ում Զարան միշտ քույր է համարել։ Արշալույս Գասպարյան, բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ դուք եք եկել մեզ հյուր եւ միացել եք մեր զրույցին, Զարան ձեզ աշխարհի չափ սիրում էր։ Երբ որ խոսում էր ձեր մասին, ասում էր, որ նա իմ քույրն է, նա իմ ամուսնու քույրն է, բայց ինքը իմ քույրն է։ Ինչպիսին է Զարան ձեզ համար։ Հենց այդպեսին, որպես քույր, այսինքն հարազատ հոգի։ Մենք գրեթե հասակակիցներ ենք եւ շատ հաճախ իրար կարողանում էինք շատ անձնական հարցերով խորհրդակցել, կիսվել, մեկս մեկից փոխանցել Գաղտնիքներ վստահել։ Այո, գաղտնիքներ վստահել, ոնց որ հենց նշեցի, որ քույր էր, այսինքն քույրեր էլ ունեմ, բայց ինքը ինձ մոտ էր ապրում, մենք ավելի հաճախ էինք իրար հանդիպում, քան քույրերիս, եւ շատ հաճախ այսպես ցանկացած հարցում ուղեկից էր, խորհրդատու էր, շատ լավ գիտեր ում հետ ոնց պիտի խոսի, մեծի հետ, փոքրի հետ, ես թորնիկներ ունեմ եւ ինչ որ ժամանակ լինում էր, որ անհրաժեշտ էր թողնել իրենց մոտ, չեք պատկերացնի ինքը ինչպես էր զբաղեցնում, որ երեխաները ուղղակիորեն պաշտում էին այդ թորնիկներս եւ չէին ուզում տնից հեռանան, որովհետեւ այնպիսի խաղեր էր կազմակերպում, բացահայտում էր իրանց մեջ իրանց եղած տաղանդները, այսինքն այդ ընթացքում մենք էլ էինք զարմանում, որ այս երեխան ասենց ինչ որ տաղանդ ունի, որ չենք էլ բացահայտել։ Ու այսենց ուզում եմ ասեմ բազմակողմանի, ով որ նշում է, այո, ինքը ես կարող եմ այդ նույն խոսքերը մի քանի անգամ ավել ասել, որովհետև ինքը ապրեցնող էր, ինքը
կյանքը սիրող էր եւ ուզում էր, որ բոլորն էլ իր շուրջը անպայման այդ կյանքը ապրեն։ Տիկին Գացպարյան, որ իմացաք Զարան դառնալու է ձեր հարսիկը։ Ձեր եղբայրը սիրահարվել է Զարային եւ նրանց մեջ իրական սեր է ապրում։ Այ որ եղբայրը ձեզ տեղեկացած, որ գիտեք, Զարա Արամյանն է լինելու իմ ապագա կինը։ Ինչպիսին էր ձեր առաջին, այսպես ռեակցիան, հա։ Որ զարմացանք, որ իրոք կարող է այդ տաղանդավոր դերասանուհին մարդը դառնա մեր հարսը։ Մենք ճիշտ է, եղբայրս էլ նկարչության ասպարեզում բավական հաջողություններ ուներ, այսինքն արվեստից, մշակույթից հեռու մարդիկ չէինք, բայց ինչ որ առումով մտածում ենք, որ արդյոք դա իրականություն է եւ շատ ուրախացանք, որտեվ նախկինում արդեն իրեն որպես դերասանուհի եւ լրագրող լսել էինք, սիրում էինք, ինքը ժողովրդի սերը վայելում էր ու դարձավ մեզ համար սենց մի հատ, չգիտեմ, մեծ պարգև։ Այս տարիները մենք այնքան բաներ ունենք հիշում ենք եւ շատ անգամ այս օրերին էլ մտովի ամեն քայլի մեջ շպարվելու կլինի, եթե թեկուս հագուստի ամենուր հիշում եմ, անընդհատ հիշում ենք, հասկանալով, որ հարազատներին չեմ ուզում էլ ավելի այդ վիճակը թողնեմ, փորձում ենք մեզ զիգ պահել, մենք կարողանանք իրենց թևու թիկունք լինենք, այսինքն երեխաներին էլ, եղբորս էլ, բայց հիշվող շատ բան կա եւ այդ անընդհատ է լինելու, այսինքն ոչ մեկ օր է, ոչ երկու։ Այսօր Զարայի ամուսինը, ձեր եղբայրը առողջական խնդիրներ ունի եւ հատկապես այդ առողջական խնդիրները բարդացան Զարայի կորստից հետո։ Որովհետեւ նա շատ ծանր է տանում, իրականում նրա համար անասելի մեծ ցավ է Զարայի կորուստը։ Եվ դուք ձեր եղբոր կողքին եք, որպեսզի հետևեք նրա առողջական վիճակին։ Ինչ խնդիրներ կան այսօր, ինչ առողջական վիճակներ։ Դեռ կարելի ասել ախտորոշման լիարժեք չի կատարվել լիարժեք ախտորոշում, դեռ այդ փուլը շարունակվում է, բայց ամեն դեպքում ինքը շատ դեպրեսիոն, ճնշված վիճակում է, իրոք որտեվ կապված էին այդ երկար հիվանդության ժամանակ իր կողակիցներ, իր ընկերը, իր համար ամենահոգատար մարդը, ով ամեն ինչ անում էր, այսինքն մենք էլ որպես կին կողքից տեսնում ենք, որ ինքը ինչքան է լրացնում ու կարողանում այդ ամեն ինչը նենց կարգավորել, որ դու որևէ բան չնկատես, ինչ որ բանի պակաս, այսինքն տանը հիվանդ մարդ կա կամ չէ, այդպես ամեն ինչը կարողանում էր կարգավորել, հոգալ ու հիմա այդ ամեն մարդը, այսինքն ով որ ստեղծել էր, կարողանում էր օգներ, այս հարցը լուծեր են, տան մեջ մեկ էլ տեսնում ենք ինքը դարձել է շատ անօգնական։ Հիմա ինքը իր տեղը չի գտնում, իր քունը չի գտնում, դա ինքն է դարձել այնպիսի մարդ, որ օգնության կարիք ունի։ Դե հուսանք լավ բժիշկների խորհուրդներով եւ բուժումներով կկարողանանք այդ վիճակից շատ թե քիչ իրան վերականգնել, ամեն դեպքում իրոք ցավը, կորուստը շատ մեծ է, մանավանդ այտենց մեծ սիրող, իրար սիրող զույգերի համար։ Մեր տաղավարում երկու ծրարված նամակ կա, մեկը գրել են Զարային ուղված, մյուսի մեջ Զարայի խոսքերն են։ Ուրեմն սա Զարայի խոսքերն են, մենք վերջում կկարդանք եւ նամակ, որի մեջ Զարային են ուղղել այս նամակը, Զարայի համար շատ հարազատ մարդիկ։ Հիմա ես ձեր թույլտվությամբ ընթերցեմ։ Ուրեմն այսպիսին է այս նամակի բովանդակությունը։ Երբեմն կյանքը մեզ հանդիպեցնում է մարդկանց, ովքեր գալիս են շատ անսպասելի, բայց դառնում են չափազանց հարազատ հոգի։ Կան պահեր, երբ այն մարդը, ում միշտ տեսել ես հեռուստացույցից այն կողմ, հանկարծ դառնում է քեզ մտերիմ, ընկեր, եղբայր։ Եվ այդ
Պահերին հասկանում ես, որ կյանքը կարող է կապել մարդկանց ամենաանսպասելի ձևով։ Մեր ծանոթությունը սկսվեց շատ սովորական, բայց ժամանակի ընթացքում այն դարձավ մի կապ, որը կոչվում է ընկերություն։ Կային երկար զրույցներ, անկեղծ խոսքեր, ծիծաղ եւ այն պարզ զգացումը, որ ինչ որ մեկը քեզ իսկապես հասկանում է։ Ամեն անգամ հատկապես վերջերս երբ զրուցում ենք կամ հանդիպում, միշտ ասում է Զառա, ապաքինվիր, ախր քեզ սա չի սազում։ Քո կորստից հետո ինձ մոտ մնացել են միայն մեր ձայնային հաղորդագրությունները։ Լսում եմ դրանք, հիշում մեր խոսակցությունները եւ կարոտում այն օրերը, որոնք հիմա դարձել են հիշողություն։ Ցավոք կյանքը երբեմն շատ անարդար է, եւ երբ իմացա, որ դու այլևս չկաս, սիրտս լցվեց ցավով, որը դժվար է բացատրել։ Ամենացավալին այն է, որ քո հրաժեշտի պահին ես Հայաստանում չէի, բայց հիմա ես այստեղ եմ Հայաստանում, այս անգամ ոչ թե մենակ, կամ էլ երկուսով, մենք արդեն 3-ով ենք։ Դու շատ էիր ուզում տեսնել մեր բալիկին։ Դու մնացիր հիշողության մեջ որպես լավ մարդ, ջերմ հոգի եւ այն քույրը, որի մասին ես միշտ կխոսեմ լուռ հպարտությամբ։ Հիշողությունը քո մասին միշտ կապրի լուռ, շատ, բայց շատ իրական։ Այս խոսքերն իրականում գրել էին ամուսիններ Էդգար Գրիգորյանը եւ դերասանուհի Եվա Բաղդասարյանը։ Նրանք էլ Զառային շատ մտերիմ էին եւ մեծ ցավ ապրեցին, իրականում նրանք գտնվում էին այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ոչ մի կերպ չկարողացան ներկա լինել, բայց խոստացել են, որ առաջիկայում անպայման ձեզ կայցելեն, նրանք շատ են ուզում հանդիպել Զառայի ընտանիքի անդամներին։ Ես մենակ չեմ լինում։ Եթե թվում է, թե ես մենակ նստած եմ, ես Աստծո հետ եմ, ես խոսում եմ, ես քննարկում եմ, ես անցնում եմ օրս։ Գալիս է մի պահ, որ մայրիկը գնում է հեռու։ Այդ պահից սկսած ինչ է կատարվում քո կյանքում։ Ես զգում եմ, որ ընդհանրապես պատրաստ չեմ, ու ինձ թվում է երբեք չեմ լինելու այս իրավիճակին, այս իրողությանը, որի մեջ հայտնվել եմ։ Զգում եմ, որ շատ բաներ, երբ մինչև այդ օրինակ չի զգում, տարբեր ինչ-որ իրավիճակներում, տարբեր մարդկանց հետ զրուցելիս, թեկուզ աշխատանքային եւ այլն, զգում եմ, որ այնքան տեղ կա, որ բայց մաման չկա, ես ո՞նց եմ ասելու, ո՞նց եմ անելու, ո՞նց եմ ինձ ճիշտ պահելու, որովհետեւ ամեն ինչ ես զրուցում եմ մամայի հետ, ամեն ինչ ես կիսվում եմ մամայի հետ, ու ինչպես նշեցի, ամեն բան մաման էր ասում, ամեն բան ինքն էր ուղղորդում ու ամենաճիշտ խորհուրդներով։ Այն կարգի, որ անգամ իմ ընկերները երբ գալիս էին մեր տուն, որ օրինակ ինձ ինչ-որ մի գաղտնիք պատմեն, ինձ հետ խոսեն, մի վայրկյան հետո արդեն սկսում են մամայի հետ պատմել, մամայի մոտ պատմել, մամայի հետ կիսվել։ Այսինքն ձեր ընկերները նաև ձեր մայրիկի ընկերներն էին։ Երևի ավելի շատ։ Ավելի շատ մամայի ընկերներն էին, քանի որովհետև մաման, ինչպես նշեցիք, աստիճանը գիտեր, որտեղ իրեն ոնց պահի, այդպես էլ գիտեր իմ որ ընկերոջ հետ իրեն ինչպես պահի, ում հետ ինչպես խոսա, ում ինչա պետք որ ասի, ինչ խորհուրդ, ինչ որ միտեղ լսի, ինչ որ միտեղ հասկանա։ Դե այսինքն պատկերացրեք, եթե այդպես իմ ընկերների հանդեպ էր, ուրեմն ինչպես էր իմ ու եղբորս հանդեպ։ Հիմա ես ու եղբայրս այդ դատարկությունը շատ ուժեղ զգում ենք եւ միակ երևի պատճառը, որ սենց ասած չենք թուրանում եւ մեզ փորձում ենք ուժեղ պահենք, այդ պապանա։ Այո, դուք պետք է հայրիկին ուշտակ, հայրիկը ձեզ։ Այո։ Կան խոսքեր, որոնք չասվեցին եւ կցանկանաս հիմա ասել մայրիկին։ Այդպես չեմ մտածում, որովհետեւ էլի կրկնվեմ, հավատալով Աստծուն, հավատալով հավիտենական կյանքին, ես չեմ պատկերացնում իրեն սենց ասած հողի տակ։ Ես պատկերացնում իրեն ամենտեղ, ուր ես եմ, ես պատկերացնում եմ, որ ինքը միշտ իմ կողքին է, ու այն բոլոր մտքերը, որ ես մտածում եմ, ինքը լսում է։ Ես ուղղակի կարող եմ իմ սենյակում հանգիստ իր հետ խոսել, ասել ինչ ուզում եմ, ու ես վստահ եմ, որ ինքը լսում է։ Ամենացավը այն է, որ էլի ես չեմ ստանում պատասխանները, այսինքն ես գիտեմ, որ ինքը լավ տեղում է, ես գիտեմ, որ ինքը լսում է, ինքը տեսնում է, ու
Աստված դա այնպես ապրենք, որ տեսնի, ուրախանա ու հիանա, բայց արդեն ես չեմ զգում իր ներկայությունը, իր խորհուրդները, իր խոսքերը, այսինքն ինչ պետքա ես ասում եմ, բայց ցավոք պատասխանները չեմ կարողանում լսել։ Այդպես տեսնենք ինչքան կարող եմ սպասել, որ իմ ժամանակն էլ կգա, որ ես էլ արդեն կարողանամ դրանք լսել։ Սելի հեռուստադիտող վերադարձանք, որ շարունակենք մեր եթերը, մեր զրույցը, խոսենք Զառայի մասին։ 3 տարի շարունակ Զառան պայքարում էր կյանքի բնականon ընթացք վերադառնալու համար։ Եվ նրան կյանք են պարգևում բժիշկները, սրտացավ, հոգատար եւ ճիշտ մասնագետները։ Ինչու եմ սրա մասին հենց հիմա խոսում, որովհետեւ մեր զրույցի միացավ բժիշկ Խաչիկ Համբարձումյանը, բարև ձեզ, բարով եկեք ել մեր տաղավար, շատ ուրախ ենք, որ դուք էլ միացաք մեր զրույցին եւ ես գիտեմ, որ 3 տարի շարունակ եղել եք Զառայի կողքին եւ Զառան ձեզ սիրում էր իր աչքի լույսի պես։ Բավականին բարդ կացության մեջ եմ Զառայի մասին խոսել նախ անցյալ ժամանակով, առավել եւս փորձեմ տարանջատեմ Զառային որպես լավ ընկեր, ավագ ընկեր եւ որպես բուժառու, շատ բարդ կացության մեջ եմ, բայց առաջին անգամ երբ որ հանդիպեցինք Զառային սրտի խնդրով մոտ 3 տարի առաջ էր, ես մի փոքր նույնիսկ իմ աշխատանքային ժամից ավել մնացի, որովհետև կոմունիկացիոն հարցեր կային։ Երբ որ մոտեցա Զառային, ծանոթացանք, դե հանրային դեմք է Զառան, ես բժիշկ եմ։ Հիմա իմ բնավորության համաձայն առաջարկում եմ ինչ պետք է սկսենք հետազոտությունները եւ հարցնում եմ Զառա ջան, որտեղից սկսենք։ Չէ՞ որ իր կարծիքը շատ կարևոր է, գուցե ասի այսօր պալատում եթե հնարավոր է մի փոքր հանգստանամ, բուժվեմ, վաղվանից նոր սկսենք ավելի խոր։ Ասեց ձեզ եմ դիմել բժիշկ ջան, հետեւաբար ես ինքս եմ պարտավոր ձեր կանոնակարգով շարժվել, կանեմ նենց ոնց դուք կսկսեք։ Մի անգամից հասկացա, որ մեկին եմ հանդիպել, ում իմ մանկության տարիներին ես տեսել եմ հեռուստաէկրաններով եւ հիացել իր եւ որպես հաղորդավար եւ շատ հայտնի մեր բակում իր մասնակցությունով ես հասկացա, որ մեծ մտահորիզոն եւ դիմացինին առաջնահերթություն տվող մարդու եմ հանդիպել, որը ցավոք սրտի շատ քիչ է հանդիպում մեր օրերում, որովհետեւ մարդիկ գալիս են արդեն իրենց ախտոր հաշում իրանց հետ, ել չասեմ իրանց բուժում իրանց հետ, արդեն բժիշկի խոսքը մի փոքր երկրորդային։ Ես մտածում Զառան դե բավականին հեղինակավոր բժիշկների հետ շփված կլինի, բնականաբար կարդացած կլինի իր հիվանդության մասին եւ այլն, բայց երբ որ լսեցի այդ պատասխանը, դե արդեն իմ համար վճռորոշ եղավ։ Հասկացա, որ բարիս բուն խորը լայն իմաստով մարդու եմ հանդիպել։ Այդպես սկսեցինք մենք։ Զառան միանգամից կոտրեց այդ, ինչպես ասեմ, անջրպետը, հեռավորությունը, եւ տարիքային, եւ մասնագիտական, շատ արագ մեզ հաջողվեց ընդհանրություններ գտնել եւ ինչու համար եմ ասում շատ դժվար, որովհետեւ այս վերջերս ես թերթում էի իմ ու Զառայի SMS-ները, ձայնային հաղորդագրությունները, ես մի բան հայտնաբերեցի, որ Զառան բազմիցս էր ասել, ինքը միշտ վերջում բարեմաղթանքով էր ավարտում մեր զրույցը եւ պահպանվել է մի քանի նման մաղթանքներից, ասեց Խաչ, ասեց նման աղոթք անում եմ իմ ընտանիքի անդամների համար, ամուսնուս, երեխաներիս համար եւ քո համար։ Հասկանում եք, ես դա վերջերս լսում էի եւ այդ արտահայտությունը եւս մի անգամ լսեցի ու կարծես վերստին կենթանացավ մեր հարաբերությունները, մեր շփումները ու դեռ բառերը շատ մեղմ են հնչում ասելով, որ չեմ պատկերացնում, որ Զառան այլևս մեր հետ չի։ Պարոն Համբարձումյան, դուք ավելի հստակ կասեք, թե ինչն էր մահվան պատճառ, ինչ խնդիր էր Զառայի մոտ։ Գիտեք, մի փոքր փորձեմ մասնագիտական եւ առողջության հիվանդության գաղտնիությունը պայելով որոշ ճակերտներ փորձեմ բացել։ Զառայի մոտ սրտային անբավարարություն կար ծանր, կարդիոմիոպաթիա ենք անվանում, երբ որ սրտամկանը բավականին լայնացած է լինում խոռոչները եւ այլևս սրտի կծկողականության ֆունկցիան սկսում է բավարար չլինել օրգանիզմին արյուն մատակարարելու համար։ Եվ ուղեկցող խնդիրները մենք գիտենք, որ այլ խնդիրներ եւս կար Զառայի մոտ տարբեր օրգան համակարգերի հետ կապված եւ ի վերջո
այդ ամեն ռեզերվները բերեցին հյուծման օրգանիզմի։ Այդ այլ խոսքով ասում ենք պահեստային հնարավորությունները սպառվեցին եւ իր մոտ ես երբ որ խոսեցի տվյալ սուր փուլում իրեն վարող բժշկի հետ, արիթմիա կար նաեւ բավականին վտանգավոր կյանքին վտանգ սպառնացող, որ թրոմբոեմբոլիկ բարդությունների ռիսկ ունի, որ կա թրոմբ առաջացնի ուղեղում, թոքերում, սրտում, որովայնի խորոչի օրգաններում, այսինքն համառոտ պոլիօրգան, այսինքն բազմաօրգան անբավարարություն էր այլևս։ Կհիշեք վերջին զրույցը Զարայի հետ։ Վերջին զրույցը մինչև շտապօգնության կանչել է, եղել է առավոտյան 11-ի կողմերներ, ասեց խաչ լավանալու եմ ու դեռ երկար մենք իրար հետ առիթ ու հնարավորություն ենք ունենալու շփվելու։ Ասեցի, բա շնչառությունը ոնց է, դե շնչառությունը ասում սովոր ենք արդեն, մի քիչ կսրանա, կվատանա, հետո էլի կկարգավորվի, բայց չեմ կարող չհիշել նախավերջին մեր հանդիպումը, երբ որ արդեն նայում էինք տվյալները, ես հետ էի գնացել եւ համեմատում էի 24 թվականի տվյալների հետ, 23-ի վերջի տվյալների հետ, եւ զգում էի, որ աստիճանաբար օրգանիզմը գնում է դեկոմպենսացիայի, Զարան որսած իմ մտահոգ հայացքը եւ այդ հարցը ինձ տվեց, ասեց մեր մեջ չկար էլ դոկտոր Տիկին Արամյան բան, ասեց խաչ մտահոգ ես իմ համար մի պահ սառեցի, որովհետեւ իմ հայացքի մեջ ինքը կարդացի մտահոգությունը, ասեցի առաջ Աստված Զար, ամեն ինչ լավ ավարտ ունենալու, բայց նա կռահեց իմ հայացքից, որ որոշ բաներ արդեն սկսել եմ ինձ դուր չգալ, ինձ չգոհացնել, բուժման ընթացքը թեպետ ստացվեց այդ փուլում էլ եւս կոմպենսացիայի գալ եւ Զարան տուն գնաց նախավերջի մեր հանդիպման ժամանակ, դա կարծեմ աշնան սկիզբ էր, բայց այնուամենայնիվ ինքը իմ հայացքի մեջ կարդաց այդ որոշ մտահոգություն, իսկ երբ որ խելացի բուժառուն բժշկի մեջ մտահոգություն է տեսնում, արդեն կարծես դա դատավճռի պես մի բան լինի։ Երբ մի փոքր օրինակ վատ էր լինում, մենք էլ այսպես խառնվում էինք իրար, վայ մամ շտապօգնություն կանչենք, այսպես այնպես, չէ, մինչև դոկտոր Խաչիկի հետ չխոսեմ, մինչև չասի ինչ պետք է անել կամ ինչ դեղա պետք խմել, ոչինչ չենք անում։ Մենք այսպես մամ ախր ոնց շատ վատ ես, չգիտեմ, շտապօգնություն պետք է կանչենք, չէ, դոկտոր Խաչիկը ոնց կասի, տարիքային տարբերություն ընդհանրապես չէր զգում, ընդհակառակը ավելի մեծարում էր, ավելի այսպես հարգանքով եւ այո մաման շատ խելացի էր, շատ ուսումնասիրում էր հոգեբանություն, բժշկություն, հա, այնպիսի ինքը ինչ որ տերմիններ, այնպիսի ինչ որ բաներ կարող էր ասել, որ ես փոքր ժամանակ երկար ժամանակ մտածում էի բժշկականն ավարտել, որովհետեւ հա ամեն ինչ ինքը հասկանում էր, բայց երևի միակ դեպքներ կամ միակ դեպքերից էր, որ այսպես աչքերը փակ ես հավատում եմ, այո, ինչպես դուք ասեք, ինչպես պետք է, այդպես էլ ուրեմն կանենք։ Սկզբում ոչ այդքան բարդ է, հա, եղել, այդքան բարդ չի եղել խնդիրը։ Ընթացքում է բարդացել եւ ինչը կարա տանի այդ բարդացմանը։ Գիտեք, իրականում օրգանիզմի պահեստային հնարավորությունները անսպառ չեն։ Մենք Զարայի պարագայում գործ ունեինք մետաբոլիկ սինդրոմ մարմնի ավելորդ քաշ, որը բերում էր իր հետ մի ամբողջ արատավոր օղակ։ Եվ այդ պարագայում գիտեք ճշմարտություններ գալիս նաև թոքերի վրա։ Թոքերը իրենց արդեն էլի ավելորդ ծանրաբեռնում էին սիրտը։ Եվ այսպիսով օրգանիզմը հայտնվել էր մի արատավոր օղակի մեջ, երբ որ մենք քննարկեցինք միակ օպտիմալ լուծումը սրտի փոխպատվաստումը կարող էր լինել Զարայի պարագայում, բայց հավատացեք ինքը չասեմ թե հոգնել էր նման հիվանդանոց տուն այդ ընթացքից, բայց այնուամենայնիվ ասում էր վախում եմ, ասես չեմ ուզում, Աստված ինձ ինչ կյանքը, մի անգամ մի նկար ինձ ուղարկեց, երբ որ տանը թթվածին էր շնչում, այդ խողովակը, որով միացված գալիս է դեպի շնչառական համակարգ, սիրտ էր հատակին ստացվել։ Այդ նկարը ինձ էր ուղարկել, նա ասում է, սիրտը, ասում է, սիրտը ինձ ուղեկցում է, մեկ ինձ էլ կատակով անուժական, ասում էր, քեզ չգիտեմ, ասեմ, սիրտ ջան, սրտիկ ջան, այսինքն Զարան գիտեք ինչ, իրականում այդքան դժվարություններով հանդերձ, բայց այդքան բարի, այդքան ինքը եւ ընդ որում ասում եմ, նա այնպես չի որ տեղյակ չէր իր հիվանդությունից, չգիտեր հիվանդության պրոգնոզը, ինչպես է լինելու, բայց այդքան լեցուն էներգիայով, լեցուն կյանքով իրոք ֆանտաստիկ է։ Զարան իր տեսակով կոտրվող էր, թե ընդհակառակ ինքը ավելի ուժ էր գտնում իր մեջ, փորձում էր նաև ձեզ օգտակար լինել, որ բուժման ընթացքը ավելի։ Բոլորովին կոտրվող չէր։ Զարան շատ հզոր կամային որակներ ուներ, շատ կամային կին էր եւ
Ես նույնիսկ քանի որ Էլենն էլ հիմա նստած ենք, երբ որ նշանադրության արարողությունը պետք է լիներ, մի որոշ ժամանակ մայրիկ էլի առողջության դժվարություններ ուներ, ինձ զանգեց, ասեց, չգիտեմ, ոնց ուզում ես արա, ինչ ուզում ես արա, Էլենից նշանադրեք յուրոպտի նորմալ ես իմ, այսինքն ինքը իր առաջ դնում էր նպատակներ, ոչ անձնական, իրեն անմիջապես վերաբերվող, արդեն իր միտքը գալիս էր ընտանիքի հարցում, իր տղայի աղջկա, ամուսնու առողջությամբ շատ մտահոգված եւ կարծես մի պահ ինքը իրան մի կողմ էր դնում։ Հետեւաբար ոչ թե ինքը կոտրվող էր, չէ, ինքը ուղղակի մի քիչ ավելի պատկերավոր թող հնչի, այրում էր շրջապատին լույս տալով։ Ինքը այդ լոզունգով էր կարծում եմ ապրում։ Բոլորովին ինձ ասում էր Խաչյանի մասին չեմ մտածում։ Եվ մի երազանք, որ ցավոք հնարավոր չեղավ իրականացնել, ասում էր իմ կարոտը իմ ապագայի հանդեպ է։ Մի պահ չէինք կարողանում խորությամբ ընկալել ասացի միտքը, բայց հետո ինքը ճակերտները բացեց, որ ասեց ես մեծ սպասում ունեմ իմ թորներին գրկելու։ Ես հասկացա, որ էլի նպատակը անուղղակի էր կապված իր հետ, իր նպատակը իր զավակների անձնական երջանկությունը եւ հաջողությունն էր։ Բժիշկ ջան, ձեզ շատ շնորհակալ ենք, որ 3 տարի ավելացրել եք Զարայի կյանքը ձեր մասնագիտական միջամտությամբ, օգնությամբ, ձեր խորհուրդներով, ձեր լավ բժիշկ լինելով։ Ու առհասարակ շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, որ բազմաթիվ մարդկանց կյանք եք վերադարձնում, առողջացնում եք։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք եւ դուք էլ միացաք մեր զրույցին եւ պատմեցիք նաեւ մի փոքրիկ հատված Զարայի կյանքի պատմությունից, այնքանով, որքանով որ դուք եք շփվել, դուք եք տեղյակ եղել։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ եմ։ Զարայի կարոտի անունը ապագան էր։ Նա կարոտում էր իր ապագան։ Նա երազում էր տեսնել իր թոռներին, գրկել, սիրել, խորհուրդներ տալ ու շարունակել ապրել։ Բայց կյանքը այլ կերպ վարվեց եւ կյանքը այլ ընթացքով տարավ։ Ու այսօր մենք խոսում ենք մեր մեծ կարոտի մասին, որի անունն էլ Զարա Արամյանն է։ Էլեն, կարծում եմ չպիտի խախտենք այսօր ավանդույթը եւ հենց այդ հարցն էլ քեզ ուղենք, ինչ է կարոտի անունը։ Ոյ։ Երևի ինչպես որ կյանքում շատ բաներ, որ մաման էր սիրում, մաման էր ուզում, այդպես հասկանում եմ, որ ես սա սիրում եմ, որովհետև մաման էր սիրում, ես այսպես ուզում եմ, որովհետև մաման էր ուզում։ Երևի այդպես էլ ուրեմն իմ կարոտի անունը դառնում է այն, որ իմ ապագա երեխաները ցավոք միայն խոսքերով են ճանաչելու իրենց տատիկին։ Մաման մի օր կանչեց ինձ, ասեց էլ մի հատ տուփ կա դրած, այնտեղ վերևը մի հատ խնդրում եմ արի բեր, մեջը բաներ կա դասավորենք։ Գրքեր էին դրված։ Ասեմ ինչ գրքեր։ Բացեց, ասեց ընտրի 3 հատ 4 հատ քեզ համար, 3-4 հատ էլ եղբորդ համար։ Այդպես ընտրեցի, բոլորը վերցրեց հերթով մակագրեց, չգիտեմ ոնց մտածելով, որ սա գուցե աղջիկ թորան համար է, սա տղա թորան համար է, 3-ը իմ բալիկներին, 3-ը եղբորս, մակագրեց ամեն մեկին ինչ որ յուրատուկ մի բան գրեց, երևի զգում էր, թե դա ում է հասնելու ու ինչ որ ժամանակ հետո, երբ բալիկներ ծնվեն իմ եղբորս կողմից, մենք դրանք անպայման կտանք, այդ գրքերը աստվածաշնչեր էին։ Ամենակարևոր ու մեծ նվերը մամայի կողմից իր ապագա թոռնիկներին։ Ես ասում եմ, մամ, լավ էլի, բայց կգա ժամանակը դու կտաս, ինչի համար ես գրում, թե բա չէ, էլ ուղղակի ես զգում եմ, թող մնա, ոչինչ, կգա ժամանակը կտամ, բայց թող մնա։ Այդպես շատ գեղեցիկ բաներ ա գրել, ստորագրել։ Ես շատ ցավում եմ ու իմ կարոտը հենց դրանում է, որ ցավոք ինքը չի կարողանա դրանք փոխանցել, բայց ամենակարևոր ու մեծ նվերը արդեն կա, որ իրենց հասնելու է ու որը որ ես շատ մեծ սիրով ու պատվով որպես իրենց տատիկի կողմից տալու եմ։ Մաման շատ խորն էր, շատ գիտակեր ամեն ինչում, ամենակարևորը հավատքում։ Աստվածաշունչը ինքը ժամանակ առ ժամանակ կարդում էր, ժամանակ առ ժամանակ նոր բաներ էր հասկանում, ուսումնասիրում ու ժամանակ առ ժամանակ կներեք ինձ ու եղբորս էլ էր բացատրում, ներկայացնում մեր ամբողջ սենց ասած փոքր տարիքը
երեխա ժամանակը անցկացրել ենք երևի մամայի հետ տարբեր տեսակի խաղեր խաղալով, որոնք որ ես հիմա նայում եմ, որ հոգեբանության ֆակուլտետում օրինակ 4-րդ կուրսում սա անում են։ Չգիտեմ, ասենք թատերականում սա անում են։ Այսինքն այնպիսի հետաքրքիր խաղեր, ինտելեկտուալ ինչ-որ հարցեր, որ մենք մամայի հետ անում էինք, որոնք զարգացնում էին գուցե մեր աշխարհայացքը, մեր գիտելիքները, մեր տաղանդները։ Ամենակարևոր զրույցները, որ ունենում էինք, հենց հավատքի հետ էր կապված։ Հիմա ցավոք իմ կարոտը կմնա այն, որ այդ ամեն ինչը ես իրենից եմ վերցնելու եւ տալու իմ ապագա երեխաներին, որը կուզեի, որ ուղիղ երեխաները իրենից լսեին, որը կուզեի, որ ուղիղ երեխաներին ինքը ներկայացներ, բացատրեր, որի էներգիան ինքը շատ ուներ։ Մինչև վերջ այդ էներգիան ուներ, մինչև վերջ ասում էր ես չեմ համբերում, ես սպասում եմ, երբ են լինելու, որ էս բացատրեմ, էս ասեմ, էս անեմ։ Ցավոք շատ շուտ եղավ ամեն ինչ, շատ կիսատ մնաց ամեն ինչ, այսպես շատ պրիմիտիվ հարցեր կան, որ օրինակ տեսնում ընկերուհիս բալիկա ունեցել, ասում է, գիտես, այսպես եմ անում, ու սենց ասում, բայց մի րոպե, ոնց որ մաման ասել էր, այս դեպքում այսպես էր պետք, բայց լրիվ չեմ հիշում ինչպես էր պետք։ Ու սենց գիտակցում եմ, որ շատ բան կիսատ մնաց, որ ես հիմա եմ դեռ գիտակցում, որ ընդամենը մի ամիս է անցել։ Ես պատկերացնում եմ ինչ որ ժամանակ հետո տարբեր իմ կյանքի փուլերում ես ոնց եմ դա զգալու այդ պակասը։ Հուսամ իմ հիշողությունը ամուր կմնա, մի քիչ ստրեսային իրավիճակում հիշողության անկումներ շատ ավելի հաճախ եմ ունենում։ Ամուր կմնա, որ իր ամեն ասած խոսք, ամեն ասած խորհուրդ ճիշտ պահին ես կհիշեմ ու հետագայում էլ արդեն կփոխանցեմ իմ երեխաներին։ Իհարկե։ Էլեն, ինչից կամ ումից էր նեղացել Զառան։ Նեղացել։ Շատ դժվար հարց եք տալիս, որովհետև ինձ թվում է ինքը ոչ մեկից նեղացած չէր։ Ինքը այնպես էր ապրում, որ կային իրավիճակներ, որ կային մարդիկ, որ իրոք նեղացրել էին, գուցե պատահաբար, գուցե միտումնավոր, դիտավորյալ, բայց մաման շատ մեծ ներելու հակում ուներ։ Երևի էլի հավատքից էր գալիս, որ ինքը կարող արնակ շփումը կտրեր կամ շփումը պահեր այսպես մի փոքր, բայց արդեն ներեր իր մեջ այդ իրավիճակում։ Շատ դեպքեր կային, որ թեկուզ առողջական ինչ որ տարբեր իրավիճակների պատճառով, որ իր մոտ խնդիրներ էր առաջացել, որոնք էլ որ գուցե այսպես որ կապեմ, կարող են նաև հետևանք լինել արդեն այս վերջին։ Միևնույնն է շատ զարմանալի ձևով, որ մենք մտածում ենք, մամ, բայց շատ ահավոր է այս, ոնց ես լռում կամ ոնց չես խոսում, ինքը ասում էր չէ, ես ներում եմ։ Ես ով եմ որ չներեմ, եթե Աստված ներում է։ Եվ մենք կամաց մոտենում ենք այս նամակին, այստեղ Զառայի խոսքերն են, որը գրի է առել Զառայի ամուսինը, Արտաշեսը։ Թե ինչ խոսքեր կան այս ծրարի մեջ, Էլեն, դուք կարդաք երևի ձեր մայրիկի խոսքերը, որոնք որ ձեր հայրն է գրի առել, եւ տեսնենք թե ինչ է գրել Զառան, ինչ խոսքեր կան այդ թղթի վրա գրված։ Էլի շատ պատասխանատու է, որովհետև մաման միշտ եղել է ինձ համար այնպիսի մեծ իդեալ ու օրինակ, որ իր մասին խոսելը կամ ինչ-որ մի խոսք, որ ինքը կհնչեցներ, իր կողմից կարդալը շատ պատասխանատու է։ Առավել եւս, որ դրանք ասել է պապային, որովհետեւ պապայի ու իր սերը այնքան մեծ օրինակ ու այնքան գեղեցիկ ու այնքան ճիշտ էր, որ Կարդանք։ Զառան միշտ պոզիտիվ էր ու հումորով։ Այս հարցն էլ բարձրացնում էր հումորով, որ շատ չնեղվենք, ասում էր. Ես գիտեմ, որ օղակը արագ սեղմվում է, բայց չէ որ այս հիվանդությամբ կարելի է ապրել։ Փառք Աստծո, որ թեկուզ շտապ օգնության մեքենայի պատուհանից տեսնում եմ Երևանս, սիրելի քաղաքս, հայրենիքս, Աստծո ստեղծած հրաշք աշխարհը։ Շատ եմ ցավում երկրիս ու ժողովրդիս համար, անասելի ցավ եմ ապրում զոհված երեխաների համար։ Ժողովրդիս մեջ տեսնում եմ անհանդուրժողականություն, պառակտվածություն։ Երևի Աստծուց ենք հեռացել ու մոռացել, թե ինչքան կարևոր է բարությունը ու սերը։ Ուզում եմ բոլորի մեջ հավատքը առ Աստված շատ մեծանա, որովհետև երբ Աստված գտնվում է առաջին տեղում, մնացած ամեն ինչ իրենց տեղում են։ Ամենաշատը ուզում եմ, որ հավատքը փոխանցվի նաև թորնիկներիս,
Ուզում եմ թորնիկներիս տեսնեմ, բայց վախենում եմ, որ չեմ հասնի, չեմ տեսնի։ Եվ դրա համար ուզում եմ իմ աչքերով դու տեսնես ու վայելես իրենց։ Փառք Աստծո, ես երջանիկ մայր եմ, երջանիկ կին, երջանիկ ընկեր։ Ընկերները շատ կարևոր են, ճիշտ ընկերները, որովհետև ուրիշի դժբախտությամբ շատերն են տխրում, բայց ուրիշի ուրախությամբ քչերն են ուրախանում։ Ուզում եմ, որ ընկերներս ինձնից հետո էլ մնան ընտանիքիս ընկեր։ Իսկ երեխաներս իրար հանդեպ միշտ մնան սիրով, ու երբ իրար նեղացնեն, մտածեն, թե ինձ են նեղացնում։ Սիրում եմ շատ կյանքը ու բոլոր հարազատներիս, մտերիմներիս, ընկերներիս։ Նորից արևոտ Զարայի ձեռագիրն նրա խոսքերը, նրա տեսակն է բնութագրող խոսքեր, որովհետև նայեք ընկեր, Երևան, ընտանիք, հավատք։ Այսպեսին է Զարան։ Կարող եմ մի բան ասել։ Այո։ Ձեր ընթացքում կարդալուց ուզում եմ մի երկու մեկնաբանություն անել, բայց նախ պատմեմ մի պատմություն, որը ձեզ պատմեցի քիչ առաջ, որ դեկտեմբերի 13-ին մամայի ու պապայի ամուսնության 25 տարին լրացավ։ Իրենց համար այսպես անակնկալ պատրաստել էի երգ, արհեստական վանականությամբ սարքած։ Բարերը ես էի գրել, նայեց, լսեց, շատ հավանեց, ընկերիներին ուղարկեց, այսպես ուրախացավ։ Մի երկու ռուսերենով էի արել, որովհետև ռուսերենով էր շատ սիրում երգերը։ Ռուսերենով է արել, մի երկու այսպես քերականական սխալ է արել, ասեց էլ կա, շատ ամոթ, դու իմ աղջիկն ես, ոնց ես այդպիսի սխալ արել։ Լավ, արի նորից անենք այս երգը, բայց այդ սխալները ուղենք։ Չնայած չէ լավ, ոնց դու ուզել ես, թող մնա։ Արի ուրիշ երգ գրենք։ Ասեցի արի, բա ինչի մասին ես ուզում գրենք, թե բա պետքա մտածեմ։ Շատ միշտ, որովհետև ինքը երազում էր շատ երգել, իր երևի ամենամեծ երազանքը նաև երգելն էր, երգչուհի դառնալն էր, որի համար ինքը երբեք էլ այդպես ռիսկի չդիմեց, չնայած որ շատ լավ ձայն ուներ։ Ասեց, «Սպասի մտածեմ»։ Այդպես մի երկու օր անցավ, ասեցի, «Մամ, չմտածեցի, ինչի մասին ես ուզում գրենք», բա երևի շատ դժվար, ախր երևի միակ բանը, որի մասին ուզում եմ երգել ու երգ գրել, դա Երևանն է։ Այդպես ցավոք սրտի չհասցրեց բառերը գրել, հետաքրքիր կլիներ թե ինչա գրելու, դա էլ երգի երաժշտության կվերածեի, ցավոք չհասցրեց, բայց երգ ուզում էր հենց Երևանի մասին գրել։ Իսկ այստեղ որ ասեց երջանիկ եմ, երջանիկ մայր եմ, երջանիկ կին, երջանիկ ընկեր, մի անգամ իրան հարցրեցի, «Մամ, դու ավելի շատ կարիերան ես սիրում թե ընտանիքը»։ Ասեց, «Էլ կա, տենց հարց չի կարելի տալ, որովհետև իմ երջանկությունը բաղկացած է, ամբողջական երջանկությունը բաղկացած է մի քանի մասերից, որը իր մեջ ներառում է լավ ընկեր լինելը, լավ ընտանիք ունենալը եւ լավ մասնագետ լինելը»։ Ասեց, «Դե բայց լավ, մամա, մի հատ ասա»։ Ասեց, «Դե չի կարելի համեմատել, բայց ընտանիքս անշուշտ»։ Ինչպես էստեղ ասել էր եւ հենց ձեր հաղորդման էլ ասել էր, որ երբ Աստված իր տեղում է, արդեն ամեն ինչ իր տեղում է։ Վերևում Աստված էր, հետո արդեն գալիս էր ընտանիք, ընկերներ, կարիերա եւ այլն։ Ես շատ ուրախ եմ, որ մինչև վերջել ինքը զգաց եւ իր ընկերների կողմից սեր, ուշադրություն, որովհետեւ շատ էին բոլորը հոգատար գնում գալիս եւ ուրախ եմ, որ մինչև վերջել իր ընտանիքը ամբողջական իր կողքին էր։ Ցավոք դեռ ես ու եղբայրս չամուսնացած ոչ բալիկներով, բայց իր կողքին էինք եւ նաեւ իր կարիերան, որը դեռ մինչև հիմա էլ վստահ եմ երկար էլ խոսվելու է։ Ինչ է երջանկությունը, այն որ Աստծուն ավելի շատ շնորհակալ ես, քան ինչ որ բան ես խնդրում։ Ես մենակ չեմ լինում։ Դու միշտ Աստծո ես։ Ես միշտ, այո։ Կարող եմ ձեզ գրկել։ Վայ, Արայիկ ջան։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Ներողություն եմ խնդրում հուզելու, բայց անչափ շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի համար։ Կարծում եմ իմ եւ ձեր զրույցը ստացվեց։ Սելի հեռուստադիտող Զարա Արամյանը արևոտ մարդ էր։ Սիրում էր կյանքը։ Նա երբեք մենակ չէր մնում։ Մենակ մնալու դեպքում նա միշտ զրուցում էր Աստծո հետ։ Նրա մեծ երազանքը չդարձավ իրականություն, որն էլ տեսնել ապագայում իր թոռներին եւ նրանց ամուր գրկել։ Բայց նա իր թոռներին թողեց երկու կարևոր գիրք, Աստվածաշունչ, որի մեջ Զարայի մակագրությունն է։ Այնց այստեղ ես հասկանում եմ իմ այն խոսքերը, որ միշտ ասում եմ, խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իրոք որ կյանքը գործում է մեր կամքից անկախ,
եւ հաճախ մեզ համար թանկ ու հարազատ մարդկանց տանում է հեռու, շատ հեռու։ Բայց այդ մարդիկ ապրում են մեզ հետ այնքանով, որքանով որ մենք ենք նրանց ապրեցնում մեր իրականության եւ մեր կյանքի մեջ։ Այսպիսին էր մեր այսօրվա եթերը։ Շարունակեք խոստովանել, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։